Մանրէների առկայություն, կաթնայուղի փոխարինիչի օգտագործման չափաբաժնի խախտում։ Պաղպաղակ արտադրող 16 տնտեսվարողի մոտ է ստուգում իրականացվել։ 10-ում խախտում է հայտնաբերվել, 4-ի տվյալները դեռևս ամփոփված չեն։ Խախտում չի արձանագրվել միայն 2-ում։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի հրապարակումները մեծ արձագանք են գտել սոցցանցերում։ Մարդիկ սկսել են մտահոգվել՝ գնել պաղպաղակ, թե ոչ։ Իսկ ինչու է առկա խանութներում ու վաճառքը արգելված չէ։ Ամենաշատը օգտվում են երեխաները։ 2 օր է ամբողջ համացանցը գրում է, բայց բոլոր խանութ-մարկետներում դեռ վաճառվում է։ Բայց արտադրությունից ինչու չեն հանվում, տեսնում եմ, դեռ ավելացնում են։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից լուրերին տեղեկացրին։ Այն արտադրատեսակներում, որոնցում խախտում է արձանագրվել, տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Հարց է առաջանում, այդ պարագայում ինչու են խանութներում վաճառվում նշված պաղպաղակները։ Կառույցից տեղեկացնում են, օրենսդրությամբ սահմանված է, որ կասեցվում է միայն նմուշարված խմբաքանակը, իսկ տվյալ դեպքում նմուշարվել են տնտեսվարողի պահեստում այդ պահին առկա խմբաքանակները։ Տեսչական մարմինը պաշտոնական բոլոր հարթակներում հրապարակել է, թե որ օրվա պաղպաղակներում է խախտում արձանագրել եւ հորդորել վաճառքում նկատելու դեպքում զանգահարել թեժ գիծ։ Ընթացակարգը հետևյալն է, երբ որ հայտնաբերում ենք խախտումները, տրվում են կարգադրագրեր իրացումը կասեցնելու եւ հետագայում արդեն հանձնարարականներ, որպեսզի սննդամթերքը արտադրվի տեխնիկական կանոնակարգերին եւ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Հետագայում իրականացվելու են նորից վերահսկողություններ, փաստելու արդյոք մեր տրված հանձնարարականները իրականացվել են թե ոչ։ Հանձնարարականի կատարման ժամկետները համաձայնեցվում են տնտեսվարողների հետ։ Արդեն ունենք տնտեսվարողներ, որ դիմել են, որ ոչնչացնենք, որ հետ են հավաքել, այսինքն նորից մեր տեսուչների մասնակցությամբ է լինում ոչնչացումը, որ վստահեցնենք, որ այդ խմբաքանակը հետականչվել եւ ոչնչացվել է։ Պաղպաղակներից մի քանիսում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Եթե մարդն օգտագործի օրինակ աղիքային ցուպիկով վարակված սնունդ, բոլորովին պարտադիր չէ, որ իր մոտ զարգանա աղիքային ինֆեկցիոն հիվանդություն, նշում է բժիշկը։ Հիվանդանում են այն անձինք, որոնց սննդի չափաբաժնում ավելի շատ է եղել այդ հարուցիչը։ Օրգանիզմի ոչ սպეციფიկ դիմադրողականության անկում է դիտվել այդ պարագաներում, այո, եթե կաթնամթերքում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի հարուցիչ, խոսքը վերաբերվում է պաթոգեն շտամների մասին, նշածած 5 տեսակների՝ էնտերոպաթոգեն, ադհեզիվ, ինվազիվ, տոքսիգեն եւ էնտերոհեմորրագիկ։ Այդ դեպքերում այո, կարող է անձի մոտ ի հայտ գալ աղիքային վարակի նշաններ։ Մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բուժհաստատություն, եթե կան գանգատներ, բարձր ջերմություն, որովայնի ցավ, սրտխառնոց։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։